Պարոն Նազարյան, մինչև համաժողովի կայանալը գործադիր մարմնի նիստ էր եղել եւ որոշում էր կայացրել կուսակցությունը, որ չի մասնակցելու անմիջականորեն համապետական ընտրություններին, եթե հնարավոր է, կարող եք մի քանի փակագծեր որոշակի բացել քննարկումների արդյունքում ինչի վրա է հիմնվել, կուսակցությունը նման որոշում կայացնելիս եւ ինչ ձևաչափով է լինելու մասնակցությունը։ Փակագծերի հետ կապված ես կարծում եմ, եթե մենք բոլորով համբերություն ունենանք, մի փոքր ուշ ՀՀԿ 18-րդ համագումարում այդ հարցերի պատասխանը սպառիչ եւ ամփոփիչ կտրվի, ինչ վերաբերում է մեր կուսակցության դիրքորոշումը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանի 3-րդ Հանրապետության կայացման գործում ամենաէական ջանքեր եւ ներդրումներ ունեցած քաղաքական ուժն է եւ ցանկացած որոշում, որը կկայացնի եւ կայացնելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, բխելու է մեր պետության եւ մեր ժողովրդի շահերից։ Իսկ դա կարող է նաեւ նշանակել, որ քաղաքական կյանքից կուսակցությունը դուրս է գալու կամ ինչպես է մասնակցելու, արդեն որպես արտախորհրդարանական ուժ ինչպես է մասնակցելու հետագայում երկրի քաղաքական կյանքին։ Գիտեք, նախ պետք է փաստենք, որ Հայաստանը չի գտնվում դասական քաղաքագիտական վիճակում եւ մեր երկրի համար քաղաքական ներգրավվածությունը եւ քաղաքական խոսքը միայն քաղաքական ընտրություններին մասնակցելուն չի կարողանում։ Մենք տեսել ենք, որ 2018 թվականի իրադարձություններից հետո այն խրամատը, որը կարողացավ պահպանել Հանրապետական կուսակցությունը եւ այն փորձությունները, որը մենք հաղթահարեցինք, ուղղակի ժպիտ է առաջացնում պնդումները, որ մենք կարող ենք հայտնվել քաղաքական գործընթացներից դուրս։ Մենք քաղաքական գործընթացներից կարող ենք հայտնվել դուրս միայն մի դեպքում, եթե աստված չանի, Հայաստանի 3-րդ անկախ հանրապետությունը դադարի իր գոյությունը շարունակել եւ պահպանել։ Շնորհակալ եմ։